Բարև շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, երկար ժամանակ եմ այդ տաղավարից ձեր խոսքը չեք փոխանցել, բայց հիմա սև օրեր ենք ապրում, հերթական մահը գնդակահարությունն ու սպանությունը։ Ուշ գիշեր Փարաքյարում սպանվեց իր տան Բաքվում Վալոդիա Գրիգորյանը, ընտրված համայնքապետը, ոստիկանության սպանվեց նաև Կարեն Աբրահամյանը։ Նույն օրը առավոտյան մենք իմացանք, որ Սանկտ Պետերբուրգում զուգարանում մահացած է հայտնաբերվել նաև Բորիս Ավագյանը, նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ով դիմել էր պատոսարան հանձնվելու նպատակով եւ մի քանի ժամ ուղղակի որևէ իրավապահ չէր մեկնում նրա հետևից, որպեսզի իրեն արտանազնեն Հայաստան։ Վաստաբանը վերջինիս պնդում է, որ սա ինքնասպանություն լինել չի կարող, սա սպանություն է։ Խնդրեմ այս երկու դաժան դեպքերով ձեր գնահատականը։ Նախ իմ ցավակցությունն եմ հայտնում այս ողբերգական դեպքի առթիվ մահացած մեր երիտասարդների հարազատներին իմ ցավակցությունը եւ շուտաբույտ ապաքինում եմ մաղթում վիրավոր մեր երիտասարդին։ Գիտեք, ընդհանրական իմաստով մեր հայրենակիցները պետք է պատկերացնեն, որ մշտապես մենք արձանագրում ենք հետեւյալը. այլասերված, հանցավոր, անբարո իշխանությունը ծնում է այլասերված, անբարո, հանցավոր հասարակություն։ Եվ հիմա մենք ապրում ենք այս հասարակության մեջ։ Հիմա տեսեք ինչ տեղի ունեցավ, կեսգիշերին դիմակավորված անձը ինքնաձիգով հարձակվում է Վալոդիա Գրիգորյանի եւ նրա ընկերների վրա եւ կրակայել արձակելով սպանում։ Հիմա շատերը փորձում են այս տարբերակը քննարկել վրեժ թե պատվիրված սպանություն։ Նախ պետք է պատկերացնել, որ վրեժը կարող է իրականացվել նաեւ պատվերի միջոցով կամ վրեժը իրականացնի անձը, ով նման մոլուցք ունի։ Այս դեպքը ավելի շատ նման էր պատվիրված սպանության, որտեղ պետք է պատկերացնել հանցավորի գործողությունների նախապատրաստական փուլը։ Ակնհայտ էր դեպքի վայրի ցուցադրությունը եւ այդ դրվագը կրակոցների հետ կապված, հանրությանը պետք է պարզ լինի, որ այս հանցագործությունը լուրջ նախապատրաստություն է անցել, պլանավորված ի սկզբանե։ Նախապես հետապնդվել է, նախապես ճշտվել է Վալոդիա Գրիգորյանի գտնվելու վայրը, տեղանքը, եւ հանցավորը դարանակալած վիճակով կարողացել է անակնկալ հարձակում գործել եւ կրակայել իրականացնել։ Գործողությունները, որը ցույց են տալիս անձի որպես այդպիսին պատվիրված սպանություն որպես կատարողի, այդ գործողությունները ամբողջությամբ ընկալելի էր հենց այդ մի 40-50 վայրկյանանոց այդ ցուցադրման արդյունքում, որ անձը գործում է հստակ, առանց որևէ կաշկանդման, էմոցիոնալ որևէ խնդիրներ չունի, նկատելի է, որ նա ունակ է մարտական կոնկրետ գործողությունների, լիարժեք տիրապետում է զենքին եւ կատարում է այդ գործողությունները։ Հետևաբար դիտել, որ սա հանկարծակի առաջացած վիճակով կատարված սպանություն է, բնականաբար հանրությունը պետք է դա հասկանա, որ սա իրոք պլանավորված եւ ծրագրավորված սպանություն էր։ Բացի այդ, անձը լավ պատկերացրել էր տեղանքը, բավականին լավ գիտեր նաեւ, որ այդտեղ կա կոնկրետ տեսանկարման սարքավորում։ Դուք տեսեք, նա կրակոց է արձակում հեռվից, մոտենալով կրկին անգամ, ինչպես ասում են, կոնտրոլի կրակոց է իրականացնում եւ նույնիսկ զենքի խզակոտով հարված է հասցնում Վալոդիա Գրիգորյանին։ Հստակ պատկերացում ունենալու եւ հասկանալու համար, որ նա մահացած է։ Այս գործողությունը որպես կանոն կարող է իրականացվել երկու ընկալում առաջացնելու համար։ Նախ առաջինը, որ պատվիրված է, դա հստակ է, բայց հանրությանը եւ իրավապահ մարմիններին շեղելու իմաստով վերջի հարվածը ցույց է տալիս կարծես թե առավել էմոցիոնալ գործողություն, որը կարող է իրականացնել մի անձ, որը լուրջ վրեժ եւ ատելություն ուներ հանգուցյալի նկատմամբ։ Բայց սա կարող է նաեւ ընկալվել այն տեսանկյունից, որ սա շեղելու ունակություն կարող է ունենալ, շեղելու նպատակ հանրությանը եւ վարկած ընտրող իրավապահ մարմիններին, որ սա վրեժի հետևանք է։ Կրկին ցավով արձանագրենք երիտասարդ տղա, որը համայնքապետարանի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ էր տարել ԿՊԱ-ական ոհմակին եւ հանրության մեջ ընկալվում էր բարի, ազնիվ, մարդկանց նկատմամբ հարեհաս վարքագիծ ունեցող տղա, 4 զավակների հայր։ Եվ այս ամենաթողության, այս հանցագործությունների առաջին եւ հստակ պատասխանատուն այս իշխանություններն են։ Այս իշխանությունների առաջի դեմք հանդիսացող վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
Եվ հիմա ԿՊ ոհմակը անդադ հարձակում է գործում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց, որոնք մեղադրում են իշխանություններին այս հանցագործության համար, եւ Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում եւս փորձում է շեղել հանրությանը եւ ուղղորդել իրավապահ մարմիններին, հայտարարելով, որ սա գործնականում Վրեժի հողի վրա տեղի ունեցած սպանություն է, առանց այն ենթատեքստը դնելու, որ մենք շատերս այն կարծիքն ունենք, որ սա քաղաքական դրդապատճառներից բխող սպանություն է։ Դուք նկատեք, ընդդիմադիր համայնքապետերը կամ բռնության են ենթարկվում, խոշտանգվում են, կամ քրեական հետապնդման են ենթարկվում։ Այսօր բազմաթիվ 2 տասնյակից ավելի համայնքային ընտրություններում ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր գործիչները կարողացել են տարածքում հաղթանակներ տանել։ Հանրությունը լավ է գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան է եւ ընտրում են ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետեր։ Եվ հիմա վարկածը միայն ընդունելով որպես Վրեժի հողի վրա դուրս են թողում այլ վարկածները։ Ոստիկանապետ Արամ Ղազարյան կարծես թե հանրությունը տեսավ այս անձի խղճուկ վարքագիծը։ Նա ոստիկանությունից դուրս եկավ, կանգնեց լրագրողների առաջ եւ ասաց, որ եկել են ոչինչ չասելու համար։ Լավ հայտնի է, որ նախաքննական գաղտնիք պետք չի հրապարակել, բայց կարելի է լրագրողներին ինչ-որ կոնկրետ հստակ գոնե վարկածների թվարկում իրականացնել։ Բայց վարկածներ արդեն Նիկոլ Փաշինյանը արդեն հրապարակել է եւ հաստատապես համոզված եղեք, որ այլ վարկած սրանք չեն ընդունելու։ Մենք համոզվածություն ունենք, այո, Վարոյցա Գրիգորյանի սպանությունը ունի քաղաքական ենթատեքստ եւ քրեական վարույթ հարուցել միայն սպանության հոդվածով պարզ հասարակ սպանության 155 հոդվածի առաջին մասով եւ դրա հետ նաեւ համակցությամբ զենք զինամթերք կարելու փաստով սա կարելի ասել իրավաբանության անգրագիտության չափանիշ է։ Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով 2 եւ ավելի անձ է սպանվել։ Անձը հանդիսանում է պետական իշխանության ներկայացուցիչ, պաշտոնատար անձ։ Հետևաբար սպանությունը կատարվել է նաեւ իշխանության ներկայացուցիչի դեմ։ Նրա նկատմամբ է կատարվել այդ սպանությունը։ Եվ պարզ հասարակ սպանություն որակելով գործնականում իրավապահ մարմինները շեղում են ամբողջ նախաքննությունը, շեղում են մարդկանց ընկալումը արդարադատության նկատմամբ։ Դուք պատկերացրեք, հանրությանը տեղեկացնում են, որ այսպիսի ողբերգական դեպքը, որ ամբողջ հանրապետությունը ցնցել է, տեսեք, հանցագործության բացահայտման աշխատանքները կազմակերպում եւ ղեկավարում է Արփինե Սարգսյանը։ Հայրենակիցներ, համոզված եղեք Արփինե Սարգսյանը, որ ղեկավարում է հանցագործության բացահայտումը, հանցագործությունը առավոտից բացահայտվելու է։ Լավ, սա ծաղրուծանակ է իրավապահ մարմինների նկատմամբ։ Այս աղջնակը պետք է կազմակերպի հանցագործության բացահայտումը։ Ոստիկանության ծառայողները համոզվածություն եւ հույս ունեն, որ Արփինե Սարգսյանը պետք է իրենց ուղղորդի հանձնարարականներ տա հանցագործությունը բացահայտելու։ Լավ, դուք հանրությանը իրոք ձեռ եք առնում։ Շատ կարևոր մի հանգամանք եւս այստեղ կա։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի ուղերձը ցույց տվեց իրավապահ մարմինների նախկինում գործած սխալ, ես կասեի հանցավոր ամփոփության, հանցավոր վարքագծի գործողությունները։ Ինչով։ Դեռևս այս տարվա փետրվարի 5-ին տեղի էր ունեցել նախկին համայնքապետ Ավդալյան, եթե չեմ սխալվում, նրա բարեկամի սպանությունը։ Այդ բարեկամի սպանության գործով ձերբակալվեցին, եթե չեմ սխալվում, անազատության մեջ պահվեցին 14 անձ եւ եւս մեկը մինչեւ այսօր կալանքի տակ է եւ հայտնի չէ նրա մեղավորությունը այդ Ավդալյանի բարեկամի սպանության մեջ հիմնավորված է թե ոչ։ Տեսեք, այդ վարկածը ընդունելով, որ Ավդալյանի բարեկամի սպանությանը մասնակցել են կամ այդ հանցագործությանը մեղսակից են եղել Վալոդյա Գրիգորյանի մտերիմները կամ աջակիցները։ Դուք տեսեք, նախաքննությունը վարկած է ընդունել, վարկածի միջոցով Վրեժի մոլուցք է ստեղծել տուժող կողմի համար, դեռևս հայտնի չլինելով, չհայտնաբերելով կոնկրետ հանցագործություն կատարած անձին։ Այդ վարկածը ծնել է նոր հանցագործություն, եթե իհարկե ընդունենք, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը տեղի ունեցել Վրեժի հողի վրա։ Բնականաբար Վրեժի հողի վրա կարող է իրականացվել նաև պատվիրված սպանություն, որը եւ իրականացվել էր այս դրվագում։
Նաև տեսեք մահացել է ոստիկանության ծառայող, որը մտերիմ հարաբերության մեջ է եղել համայնքի ղեկավարի հետ։ Եվ հիմա փորձում են սրանք իբրև թե հանցագործությունը բացահայտելու լուրջ նպատակներ ունեն։ Ես հիմնավոր կասկած ունեմ, որ հանցագործություն կատարող անձը արդեն Հայաստանում իսկ չի։ Նա լավ պլանավորված պատրաստված գործողություն է իրականացրել։ Շատերն ասում են նա ոտքով հեռացավ։ Համոզված եղեք, որ որոշակի հեռավորության վրա նրան մեքենա է սպասել։ Հետևաբար նա ունեցել է կոնկրետ հանցակից։ Եվ այս հանցագործությունը փորձում են տանել դեպի Վրեժի հողի վրա, դեպի այն տարբերակով, որ կենցաղային է դարել։ Վաղը գուցե մարդկանց հանրությանը համոզեն, որ սա իրականացվել է սննդային թունավորման հետևանքով։ Կարող են մարդկանց համոզել, որ վրաերթի հետևանքով է Վլադիմիր Գրիգորյանը մահացել։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է։ Հիշեք նրա կողմից հանցագործությունների ուղղորդման դեպքերը, Սուրմալուի դեպքը։ Առավել ակնհայտ էր Ազատ գյուղում կատարված սպանությունները 15 մեր երիտասարդների։ Ազատ գյուղի դեպքից հետո 4 ժամ, 5 ժամ հետո կառավարության նիստում արդեն կոնկրետ վարկած են հրապարակում։ Վարչապետ կոչվածը, ներքին գործերի նախարարը, ազգային անվտանգության քննչական կոմիտեի նախագահը, որ դա եղել է անզգուշություն հրդեհի հետևանքով։ Եվ տեսեք, արդեն ավելի քան 2 տարի է, արդեն դատաքննություն է ընթանում, այդ վարկածն է մինչև վերջ ընթանում, այլ վարկածներ առաջ չքաշվեցին։ Եվ այս ազգակործան պատուհասի այն հայտարարությունը, որ ինքն է կառավարություն, հետևաբար պետք է ընդունել, որ նա եւ ինքն է օպերլիազորը, համայնքային ոստիկանը, պարեկը, քննիչը, դատախազը եւ դատավորը։ Այո, ինքն է ամբողջությամբ, որովհետև նա ուղղորդում է բոլորին։ Ապա անձանց նշանակում է կոնկրետ պաշտոնների եւ փորձում են հանցավորության դեմ պայքար իրականացնել։ Եվ Արամ Ղազարյանին հարցադրում է անում լրագրողը հրաժարական կտակ թե ոչ։ Ինչ հրաժարականի մասին է խոսքը։ Բազմապիսի հանցագործություններ տեղի ունեցան։ Հանրության հիշողությունը կարծես թե մարում է, չեն կարողանում հիշել։ Հիշեք ինչպիսի ողբերգություններ տեղի ունեցան սրանց իշխանության օրոք։ 44 օրյա պատերազմի 5000-ից ավելի զոհերը, կորոնավիրուսի հետ կապված շատերն ասում են անփույթ, անգրագետ, ես կասեի դիտավորյալ անգործությունը, որ 10,000-ից ավել մարդիկ մահացան։ Սրանք շատ դեպքերում պնդում են, որ նախկինում պատիեզդներում, դալաններում էին մարդկանց ծեծում։ Բայց դուք սպանում եք մարդկանց, ոչ միայն ծեծում։ Որ հանցագործությունը բացահայտվեց։ Մեհեր Եղազարյանը հացադուլ հայտարարելով դեռևս 19 թվականին մահացավ քրեակատարողական հիմնարկում։ Մանվել Գրիգորյանին խոշտանգելով սպանեցիք։ Եվ մարդուն վիրավորելու, նրա արժանապատվությունը նսեմացնելու նպատակով մենախցում նրան նկարել եւ հրապարակել եք ձեր թերթում։ Երջանկայիշտակ Արմեն Գրիգորյանը ճիշտ էր ասում։ Հեռացրեք սրան, որ մահեր չլինեն։ Մեր լավագույն հայրենակիցին, մեր հայրենասեր ընկերոջը խոշտանգման ենթարկով սպանեցին, դատանի դալիճում մահացավ։ Որ դեպքերը հիշեցնենք։ Հիշենք ինքնասպանություն որակված դեպքերը, Գյորգի Կուտոյանի, Հայկ Հարությունյանի դեպքերը։ Դրանք ինքնասպանություն որակվեցին։ Եվ հիմա փորձում եք հանրության աչքին թոս փչել, թե իբր դուք հանցավորության դեմ եք պայքարում։ Հանցավորությունը կրկնակի, եռակի անգամ աճել է։ Ընդամենը 3 երեկոյան նոր-նորքի թաղամասում մանկապարտեզի դիմաց կրակոցներ են հնչել։ Լրատվությունը հայտնում է, որ գնդակներից մեկը խոցել է պատուհանը։ Եվ այս ֆոնի վրա դուք հայրենասեր մեր ընդդիմադիր գործիչներին կալանքի եք տանում։ Դուք պատկերացրեք, շատեր այս հարցին ուշադրություն չդարձրեցին։ Օրեր առաջ սպանություն տեղի ունեցավ Էրեբունու տարածքում։ Դուք պատկերացրեք սպանության համար մեղադրյալը, որի նկատմամբ խափանամիջոց կալանավորում չի ընտրել, նա գտնվում էր իր բնակարանում, հավանաբար տնային կալանքի մեջ, կրկնում եմ սպանություն կատարած անձը գտնվել է տնային կալանքի մեջ,
եւ նրա պատշգամբան փորձել են այլ անձիկ մտնել եւ նրա նկատմամբ երևի վրեժի սկզբունքով ինչ-որ գործողություն անել, գուցեև սպանել։ Այսպես այստեղ հարցը էական չի, թե այդ տղան ինքնապաշտպանության միջոցով իրեն պաշտպանելով անձ է վնասել, ընդհանուր մահ պատճառելով։ Այստեղ էականն այն է, որ սպանության համար քրեական հետապնդման ներքո գտնվող անձը գտնվել է իր բնակարանում, դեռ դա քիչ է, իր բնակարանում գտնվելու պայմաններում հրազեն է ունեցել։ Այսպիսի անձը գտնվում է դրսում, մեր սրբազանները գտնվում են կալանքի տակ։ Հանցագործություն, սպանության համար հանցագործություն կատարած անձը գտնվում է վարչական հսկողության տնային կալանքի ներքո, Սամվել Կարապետյանը եկեղեցուն պաշտպանելու առումով գտնվում է կալանքի տակ։ Սա է ձեր արդարությունը, սա է ձեր արդարադատությունը։ Երեք, եթե չեմ սխալվում, Արփինե Գալյան, արտադատության նախարար կոչյաց այս աղջնակին լրագրողը հարց է տալիս, գուցեև հարցը ոչ այդքան ճիշտ է, բայց կոնկրետ հարց է տալիս։ Արդարադատության հետ կապված խնդիրներ կան, որ հանցագործություն է կատարվել։ Այս աղջնակը ասում է, որ այս հանցագործությունը կապ չունի արդարադատության հետ։ Դիկին դուք չարաչար սխալվում եք։ Արդարադատության հետ կապ ունի յուրաքանչյուր իրավապահ մարմինի կոնկրետ գործողություն։ Արդարադատության հետ կապված է պարեկային ոստիկանության գործողությունը, համայնքային ոստիկանության, օպերլիազորի, քննիչի, դատախազի եւ բնականաբար դատարանի կողմից կատարված գործողությունները։ Եթե հանցագործությունները ի սկզբանե չեն կախվում, ի սկզբանե չեն բացահայտվում, որի մեջ ոչ միայն անփութություն կա, ոչ միայն անգրագիտություն կա, ոչ միայն պրոֆեսիոնալ ոչ պատրաստվածություն կա, անպատրաստվածություն կա, այդտեղ կա նաև դիտավորություն առանձին դեպքերում։ Շատերը մոռացան այն երիտասարդին, որ խոշտանգեցին քննչական վարչության շենքի բակում։ Բազմիցս ես բացատրեցի, ինչպես կարելի էր հանցագործությունը արագությամբ բացահայտել։ Այդ երկու ոստիկանները, որոնք միայնակ էին թողել Արա Վարդանյան, եթե չեմ սխալվում անուն ազգանուն, այդ երիտասարդին ոստիկանության մեքենայի մեջ ձեռնաշխտայով, այդ ոստիկանների հեռախոսները վերցանելուց անմիջապես հետո դրան երիտասարդին մոտեցող, մեքենայից դուրս բերող եւ խոշտանգող, արժանապատվությունը ստորացնող անձանց կարելի էր անմիջապես բացահայտել։ Չեք անում, որ հանցագործությունը բացահայտվեց։ Բացահայտվեց արդյոք Էդղար Ղազարյանի նկատմամբ բռնություն գործադրելը։ Չի բացահայտվի ոչ մի հանցագործություն, որոնք պատվիրված են հենց կոնկրետ այս իշխանությունների կողմից։ Վալոդյա Գրիգորյանի, ոստիկանի, այս վերջի դեպքով սպանությունների անմիջական պատասխանատուն եւ մեղավորությունը Նիկոլ Փաշինյանն է իր ոհմակով։ Եվ դրա հետևից վաղուց ժամանակը գալու եւ գնալու են։ Ես ժամանակին առիթ ունեցել եմ նաեւ զգուշացնելու իրավապահ մարմինների գործողությունների առումով իրենց ապագան, որը շատ վտանգավոր է դառնալու։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը կամ իր հանցախումբը, որ պատվել է իջեցնում ոստիկանին, քննիչին, դատախազին, դատավորին, նրանք որևէ գրավոր ձևակերպում չեն տալիս իրենց տված հանցավոր հանձնարարության մասին։ Բայց ոստիկանության հարգելի աշխատակից դուք ձեր գործողությունները թողում եք կոնկրետ փաստաթղթերով, արձանագրություններով, քննիչները կոնկրետ որոշումներով, մեղադրական ակտ կայացնելով, դատախազները նույն ձև որոշումներ կայացնելով, մեղադրական ճառերով, դատարանները դատավճիռ կամ մեղադրական վերդիկտ կայացնելով, դուք ձեր հանցագործությունները կոնկրետ թողում եք կոնկրետ փաստաթղթերի տեսքով։ Եվ չմտածեք, որ Նիկոլ Փաշինյանը հավերժ է։ Այդ ձեր փաստաթղթերը վաղը դնելու են ձեր առաջ։ Հավատացեք, դուք այդ գործողությունների համար վաղը պատասխան եք տալու։ Այսօրվա, մեկ օրվա, մի քանի օրվա բարեկեցությունը, տուն պահելու ձեր մոլուցքը վաղը ձեր գլխին փորձանք է դառնալու։ Դուք վնասում եք ձեր ծնողների, ձեր զավակների ապագան։ Իմ հորդորն է դադարեցրեք դա։ Եվ այս ընթացքում նաև, ինչպես եւ հարցադրումը դրվեց, Սանկտ Պետերբուրգի հայկական հյուպատոսարանում ինքնասպանություն է գործել Բորիս Ավագյանը։ Տեսեք ինքնասպանություն, կարծես թե դանակի հարվածով։ Դուք գիտեք,
Ես դա եի ուզում ասել, ես բայգայում ջան։ Չէ, ինքնասպանություն հրապարակված տեղեկատվության առումով, դանակով, որը իրականացվել էր հյուպատոսարանի զուգարանում։ Հանրությանը կրկին փորձում են շեղել։ Բորիս Ավագյան անձի հետ կապված ես անձնական որևէ խնդիր չունեմ եւ նա իմ համար էական չի որպես որևէ գործիչ։ Իմ համար էական է, որ անձ է մահացել Հայաստանի տարածքում։ Հայաստանի հյուպատոսական տարածքը համարվում է Հայաստանի տարածք։ Անձի հիմա ներկայացնում են, որ կատարվել է ինքնասպանություն։ Եթե չեմ սխալվում, նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվել էր պետական սահմանը ապօրինի հատելը եւ եթե չեմ սխալվում, նոր հոդված էին ավելացրել փողերի լվացում։ Եվ նրա նկատմամբ իրականացվում էր հետախուզում։ Հիմա անձը, որ գտնվում է հետախուզման մեջ, քրեական հետապնդումը իրականացվում էր 22 թե 23 թվականից սկսած։ Գտնվել է հետախուզման մեջ, մարդը ներկայանում է Հայաստանի հյուպատոսարան, ձայնային հաղորդագրություն է ուղարկում եւ խնդրում է, պահանջում է, առաջարկում է իրեն էքստրադիցիայի ենթարկել եւ բերել Հայաստան։ Անձը, որ իրեն արդեն ցանկանում է ներկայանալ հայկական իրավապահ մարմիններին, անձը, որ ինքն է խնդրում իրեն էքստրադիցիայի ենթարկել, անձը, որ իր ոտքով է գնացել Հայաստանի հյուպատոսարան, հանկարծ զուգարանում ինքնասպանություն է գործում։ Գիտեք, սա այս վարկածը արդեն իսկ ծիծաղ է առաջացնում ոչ միայն իրավաբանների, այն սովորական քաղաքացիների, որ կապ չունի իրավաբանության հետ։ Եվ հիմա հանրության ներկայացնում են որպես ինքնասպանություն։ Բնականաբար այս սպանությունը եւս չի բացահայտվելու։ Եվ Նիկոլ Փաշինյանի այս իշխանության օրոք ոչ մի հանցագործություն գործնականում, եթե դա իհարկե ուղղված չի ԿՊԱ-ականների, նրանց թաշկինակը գողանալու դեպքում ամբողջ ոստիկանությունն ու ԱԱՑ-ն դատախազությունը կհարձակվեին քաղաքացիների ու մարդկանց վրա։ Հիմա դիմակավորված անձը կեսգիշերին մոտենում 3 անձի է փորձում սպանել, փառքասու մեկը ողջ է մնում եւ երկուսին սպանում է։ Այսօր Հայաստանում շրջագայում են դիմակավորված երկու խմբեր՝ հանցագործները եւ դիմակավորված իրավապահ մարմինները։ Մենք չգիտենք հանցագործները որ կողմում են կանգնած։ Պարոն Պետրոսյան, նորից գալով Բորիս Ավագյանի մահվանը, ամբողջ օր է անցել, ԱԳՆ-ն որևէ հաղորդագրություն չի տարածում, Հայաստանի հյուպատոսարանում է տեղի ունեցել դեպքը։ Խնդրեմ ես մասով, ինչ կասկածներ կարող են լինել այստեղ։ Բնականաբար Բորիս Ավագյանի փաստաբանը, եթե չեմ սխալվում, ազգության պլյուս փաստաբանը պաշտոնապես հայտարարել էր, որ Բորիս Ավագյանը ինքնասպանություն չէր գործի, նման հոգեվիճակում չի գտնվել եւ նման տրամադրություն չի ունեցել։ Ոչ հյուպատոսարանը, ոչ ազգային նախ արտաքին գործերի նախարարությունը լրատվականը որևէ հայտարարություն չի ներկայացնում։ Կոնկրետ սպանություն անձի դիակը հայտնաբերվել է դիվանագիտական հաստատությունում։ Արտգործնախարարությունը ծպտուն չի անում։ Եվ բնականաբար ձայն չի անելու, որտեղ դեռևս հստակություն չեն մտցրել։ Հասարակության մեջ նետել են ինչ-որ մի վարկած, որը գուցե էլի Նիկոլ Փաշինյանն է հանձնարարել այդ վարկածը, հիմա այդ վարկածը փորձում են հանրությանը կերակրել, պահել հանրային դաշտում որպես առաջնային եւ վերջնական վարկած։ Բայց չի կարող պատահի անձը, կրկնում եմ, խնդրի, առաջարկի իրեն տեղափոխել Հայաստան, որ կանգնի Հայաստանի իրավապահ մարմինների առաջ եւ կատարի ինքնասպանություն։ Ինքնին բնականաբար սա նորից կեղծ տեղեկատվություն է եւ համոզված եղեք վարկածը կրկին կառավարությունը ինքն է սուբյեկտի կողմից ներկայացված։ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված վարկածն է։ Այլ վարկածներ մենք չենք կարող ներկայացնել այսօր։ Հիմա այս ֆոնի վրա դուք պատկերացրեք, եթե հանկարծ ԿՊԱ-ական մեկ անձի մատը փուշ մտներ, ինչպիսի վայրահաճոց կդնեին, ինչպիսի տերորիստներ կհայտնաբերեին, էլ Հյուսեյն Տերևատապ կհայտնաբերեին, էլ ահաբեկչական խմբավորումներ կհայտնաբերեին, որ հանկարծ որոշել էին Լուլուի մատը փուշ մտցնել։ Եվ սա իրավապահ մարմիններ է, եւ սա է արդարադատությունը։ Դուք տեսեք, այս օրերին այնքան ստորություններ են իրականացվում, որ մենք շատերս չենք էլ հասցնում արձագանքել։
Միքայել Աջապանյանի վերաբերյալ 3 դատավոր Արմինե Մելիքսեթյան, եթե չեմ սխալվում, կայացրեց մեղադրական վերդիկտ, ճանաչեց Միքայել Աջապանյանի մեղավորությունը եւ հայտարարեց, որ նրա նկատմամբ խափանամիջոցը չի փոփոխվելու։ Ես համոզված եմ, տասնյակ հազարավոր, 100,000 անձիկ լսեցին Միքայել Աջապանյանի ելույթը դատարանում։ Այս ելույթը անեծք էր ուղղված ոչ միայն այդ դատարանի մեղադրող կողմի եւ արդարադատություն իբրև թե իրականացնող դատավորին, անեծք էր ամբողջ դատական համակարգին։ Մանրակրկիտ բացատրեց, հասկացրեց, որ օրվա ապրուստով չեք ապրելու։ Դուք Միքայել Աջապանյանին մեղադրելով ինքներդ մեղադրում եք ձեզ։ Նրա հրապարակային ելույթը ես կարծում եմ յուրաքանչյուր գիտակից մարդու, խիղճ, հոգի, հայրենիք ունեցող մարդու համար շատ ծանր ելույթ էր։ Եվ ես կարծում եմ, որ այդ ելույթը կարելի ասել կայծակի պես ազդեց նաև դատավորի ու դատախազների վրա։ Շատ ճիշտ նկատեց Սրբազանը, որ մեղադրող միայն դատախազները չեն։ Ամբողջ ԿՊԱ-ական ոհմակն էր արձակվել Միքայել Աջապանյանի վրա։ Խայտառակ ապօրինություններ իրականացվեցին ամբողջ դատաքննության, նախաքննության փուլում։ Պարզունակ մի բան հրապարակում է եղել էր Գյումրիում, վարույթը իրականացում են Երևան քաղաքում։ Փաստաբանները Արա Զորաբյանը եւ Սարգսյանը, Էրիկը բավականին հստակ եւ ճիշտ բնորոշեցին։ Նրանք գտնվում էին իրավական անօգնական վիճակում, ոչ թե գրագիտության, ոչ թե արդարությանը հասնելու ունակությամբ, նրանց երկուսի գրագիտությունը ամբողջ իրավապահ համակարգին արժի, կարելի ասել այդ վիճակում, անօգնական վիճակում հայտնվել էին անարդարությանը բախվելու արդյունքում։ Եվ հիմա Միքայել Սրբազանի նկատմամբ կայացրեցին մեղադրական վերդիկտ, եւ թե չեմ սխալվում, դատավճիռը հրապարակվելու է սեպտեմբերի 29-ին։ Ցավով եմ ասում, ես միշտ կանխատեսել եմ այս գործողությունները եւ վերլուծությունն է ցույց տալիս։ Պատիժը նախատեսվում է ազատազրկում 2-ից 5 տարի, ամենախիստը, բայց այդ սանկցիայում պատժաչափ նախատեսված է նաեւ տուգանք, հանրային աշխատանք, բայց Միքայել Սրբազանին սկզբանե կալանավորեցին։ Դուք նկատեք իմ սկզբնական խոսքում Միքայել Սրբազանին կալանավորում են իբրև թե կոչ անելու համար, իսկ սպանություն կատարած անձը գտնվելով տանը ունի հրազեն եւ կրակելով մարդ է սպանում։ Եվ հիմա սրանց արդարությանը նայեք, սրանց արդարադատությանը։ Ցավով եմ նկատում, որ վաղը ներողություն ամսի 29-ին այս դատավոր կոչվածը ազատազրկում է հրապարակելու որպես պատժատեսակ։ Դատախազը պահանջելու է ոչ պակաս 2.5-3 տարի, դատարանը ազատազրկում է տալու գրեթե 2 տարի։ Ցավով եմ ասում, բայց ես կանխատեսում եմ սրանց ստորության, սրանց դաժանության, անհայրենիք ու անսիրտ լինելու մակարդակը։ Ես իմ գնահատականը տալիս եմ ելնելով սրանց ամբողջ ազգակործան գործունեության արդյունքում։ Իմ գնահատականը տալիս եմ սրանց արդարության ու արդարադատության վրա թքած ունելու վարկագծով։ Սահմանադրության օրենքները ոտնի տակ տալու, հայրենիքը ծախելու, մարդկանց մինչև վերջ ստորացնելու, այդ ոչի մեջ եմ իմ գնահատականը տալիս, որովհետև ընկալում եմ, որ սրանք որևէ սրբություններ չունեն։ Եվ պարոն Պետրոսյան, այս ամեն ինչին զուգահեռ տեսակ համագումարի ժամանակ ինչպես էր բղավում, եթե դեմ չեք կարող։ Շնորհակալություն ինձ հիշեցրեցիք այդ մասին, բայց գիտեք, նույն խնդիրն է դառնում իշխանության եկած կամ պաշտոն ստացած ողորմելի մեկը միշտ էլ իր շուրջը հավաքում է այդպիսի ողորմելի, անհայրենիք, ստորաքարշ մասսային, կեցե բղավում են շիրիմների վրա եւ պահանջում է իր կոչերին կեցե ձայնակցություններ
եւ սրանք կանգնում են ոտքի վրա 860, եթե չեմ սխալվում, խղճուկ արարածներ, որոնք որևէ կամային հատկանիշ չունեն։ Նիկոլ Փաշինյանը այն Քաչնազարի պես ասի ածճեք աճ կանցնեն աճ, անցեք ձախ կանցնեն ձախ։ Ծնկաչոք լիզում են Նիկոլ Փաշինյանի ոտքերը, մոռանալով, որ իրենց կողմից սրբադասված այս ազգակործան պատվասը լիզում է թուրքի ոտերը։ Էրդողանի ու Ալիևի ոտքերն է լիզում։ Դուք պատկերացրեք հիմա դուք քպականներ ինչքան ողորմելի եք։ Դուք լիզում եք թուրքի ոտքերը լիզող անձի ոտքերը։ Դուք չեք պատկերացնում, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ էլ է զոհաբերելու։ Դուք տեսեք ինչ հայտարարություններ է սա անում։ Նա ասում է, որ ինչ գործ ուներ հայ զինվորը Հայաստանի լեգիտիմ սահմանային տարածքից այն կողմ։ Այսինքն այս 30 տարիների ընթացքում մեզ բոլորիս հանցագործ է համարում։ Մոռանալով իրեն իր ընտանիքին, իր որդին Աշոտ Փաշինյանը ծառայում էր Արցախում իբրև թե նրա անվտանգությունը ապահովելու համար բազմաթիվ զոհեր ունեցանք, հանրությունը տեղյակ է այդ մասին։ Կինը ստեղծել էր էրոտա ջոկատ, որի պատմությունը շատերը լավ գիտեն, այդ անվան պատմությունը։ Արցախում ինչպես կարծես թե փորձում էր դիրքեր ապահովել։ Ինքը մեկնել էր Շուշի։ Արցախը Հայաստան է եւ վերջ գոչում էր։ Պատերազմի ժամանակ է եղել։ Իր կինը Արցախում ռազմական բունկերում բարոյական աջակցություն էր ցույց տալիս մեր ռազմական գործիչներին, գեներալներին։ Այդ բարոյական օգնությունը արդյոք հանցագործություն էր թե ոչ։ Հիմա ինչ գործ ուներ իր կինը, իր զավակը ինքը։ Մենք արդեն 2 եւ ավել տարի ասում ենք, որ Ալիևը ունի կոնկրետ ցուցակներ Արցախյան պատերազմի հերոսների, պատերազմի մասնակիցների, դաշտային հրամանատարների եւ շատերի վերաբերյալ։ Եվ հիմա արդեն դառնում է ոչ թե այդ ցուցակը, որ մենք կարծում ենք մինչև 300 է, արդեն 3000 է, 30000 կլինի նույնիսկ, ովքեր եղել են Արցախում։ Եվ սա կեցե է ասում, սրա ծնկի գալու գործողությունը արդեն իսկ մարդկանց մոտ ատելություն է առաջացնում։ Սա լավ է գիտակցում, որ հանրության մեջ իր նկատմամբ ոչ թե պարզապես ինքը ոչ թե միայն հանրության կողմից ընդունելի չէ, ոչ թե իրեն չեն սիրում, այլ իրեն ատում են։ Սրանք մոռանում են, որ ատելությունը ծնում է կրկին ատելություն։ Չարությունը ծնում է չարություն։ Բաժանումը բերում է բաժանման։ Դուք ցանեցիք այդ ատելությունը։ Դուք մարդկանց մեջ բաժանում դրեցիք, անճրպետ դրեցիք, եւ հիմա քաղելու եք դա։ Դուք մոռանում եք, որ այսպիսի ատելություն ստեղծելով ժողովրդական մասսան հեղեղի պես, որ գնաց չեն կարողանալու մենք կանխենք։ Մենք ընդդիմադիրներս, որ ցանկանում ենք ձեզ հասցնել դատարանի առաջ կանգնեցնելուն, քրեակատարական հիմնարկում ձեզ ազատությունից զրկելուն, մեր նպատակն է, որ պատասխան տաք ձեր բոլոր գործողությունների համար, բայց դուք այնպիսի մթնոլորտ եք ստեղծում, որ ժողովրդական հեղեղը քշել տանելու է ձեզ։ Տանելու է, հավատացեք քպականներ, իրավապահ մարմինների այն սուբյեկտներ, որոնք միջով այսօր աջակցում եք։ Զբաղվեք ձեր գործով։ Ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայություններում գործում են օպերատիվ տեխնիկական հատուկ ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են գաղտնալսումներ, ներքին արտաքին դիտումներ եւ օպերատիվ այլ գործողություններ։ Այդ ներուժը դուք դրել եք ընդդիմադիրներին հետևելու։ Բագրատ Սրբազանի ձայնագրությունը հրապարակեցիք։ Ինչ խայտառակություն արեցիք դուք։ Այդ օպերատիվ տեխնիկական միջոցները ներդրեք կոնկրետ հանցագործներին բացահայտելու, այս հանցագործությունը կատարած անձին բացահայտելու եւ բոլոր մնացած հանցագործությունները, որոնք քրեաիրավական կոնկրետ հետևանքներ պետք է ունենան։ Բագրատ Սրբազանի ձայնագրությունը Աննա Վարդապետյանը այդ աղջնակը ազգային ժողովից կոնկրետ ստեց։ Բաց լրատվությունում կոնկրետ անձիկ հայտարարում են ստախոսության մասին։ Տիկին դատախազ պատասխան տուր։ Բագրատ Սրբազանի պես ազնվագույն անձի, նրա հետ գտնվող անձանց, Արա Ռոստոմյանի, Իգորի Սարգսյան, պատգամավոր Սարգսյանի եւ այլոց վերաբերյալ, տիկնոջը Մանթաշյանին, կնոջը կալանավորել եք։ Լուսարձակներ ունենալու, թե ինչ որ
դրոշներ ունենալու հետ կապված, լավ դուք սրբություն ունեք կնոջը, անազատության մեջ արդեն 3-4 ամիսն եք պահում։ Լիդիա Մանտաշյանի մասին է խոսքը։ Սիրելի հայրենակիցներ, ես ասել եմ եւ կրկնում եմ, ցավով եմ ասում անազատության մեջ գտնվող մեր ընկերներին։ Այսօր, ինչպես եւ փաստաբաններն են ասում, իրավական անզորության մեջ ենք։ Մենք կարող ենք ձեր ազատությունը ձեռք բերել բացառապես այս ազգակոնցական պատվաստներին հեռացնելու միջոցով։ Եվ հույսեր ունենք, որ մոտ ապագայում մենք դրանք հասնենք։ Այս ամենին զուգահեռ հիմա պարոն Պետրոսյան, քանի որ զուգահեռ էր ընթանում արդարադատության նախարար ունենք Սրփի Գալյանը, որ խոսում է այն մասին, համբերեք ինչ-որ պետքա կարվի, այսպես հա, մարդասպանը պտտվում է ամբողջ երկրով, մարդ գնդակահարողը, իրենք մեզ ասում են համբերեք, խնդրեմ։ Դե այս աղջիկը արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո արդեն մեղսակից է դարել, գուցեև նախկինում լինելով գլխավոր դատախազի տեղակալ ապօրինի գույքի բռնագանձման հարցերով, արդեն իսկ բազմաթիվ հանցագործությունների մեջ արդեն ընկալված է։ Ես փորձում եմ կանանց վերաբերյալ քիչ մտքեր արտահայտել, բայց քանի որ նրանք մտել են քաղաքականություն, նրանք պատասխանատու են այդ քաղաքականության համար։ Եվ եթե չեմ սխալվում, սրան եւս հարցադրում արվեց, պատասխանատու է Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականության մասին։ Այս աղջիկը արտահայտությունն էր, որ արդարադատությունը կոնկրետ կապ չունի հանցագործության հետ։ Արդարադատության նախարարը բնական է կապ չունի հանցագործության բացահայտման հետ, բայց նման գնահատական տալու իրավունք եւս չունի։ Արդարադատության նախարարության հանցավորության ավելի մեծ բաժինը մենք կունենանք սահմանադրական բարեփոխումների իրենց բառով, իրականում չարափոխումների արդյունքում։ Հետևաբար տիկնոջ մասին այսքան ավելին չեմ ուզում խոսել, նրա մասին բաց եթերներում այնպիսի տեղեկատվություն է պտտվում, որի մասին ես իսկ չէի ցանկանա որևէ միտք արտահայտել։ Եվ Ստեփան Սամվելյանին կարծում ճանաչում եք, ով Այո, 3 ամսով երկարաձգեցին իր գալանքը, մեկ անձի պատվերով Արամ Զավենի Սարգսյան, որը ըստ էության ուզում է ցույց տալ ԱՄՆ դեսպանին իբրինք այնքան կարևոր ֆիգուր է, որ իր դեմ մահափորձ փորձել նախապատրաստել։ Խնդրեմ, տանում են մահվան, ինչ ունեք։ Արամ Զավենի Սարգսյանը բոլորիս հայտնի Վազգեն Սարգսյանի ցավալի է, որ եղբայր է կոչվում, չնայած շատերը քույրիկ անվանումն են տալիս, որին ես չեմ առարկում, եւ հիմա սրա կեղծ ցուսմունքով այս մեր նվիրյալ անձնավորությանը Սամվելյանին կալանքի են տարել եւ երկարացրել են։ Բազմացած շփվել եմ Սամվելյանի հետ։ Նվիրյալ քաղաքացի, հոգով սրտով տարապում է հայրենիքի առաջ ծառացած խնդիրներով, ունի բազմաթիվ առողջական խնդիրներ եւ Արամ Զավենի Սարգսյան կոչվածը իր մեկ ցուցմունքով անձին կալանքի տակ են պահում։ Նախ Արամ Զավենի Սարգսյան, դու քեզնից ոչինչ չես ներկայացնում, որ որևէ մեկը փորձի քեզ սպանել։ Դու այնքան խղճուկ ես, որ քո ապրելակերպով դու արդեն քո նկատմամբ սպանության հոդված ես կիրառում։ Հանրությունը ատում եւ առամարում է քեզ։ Դու հայ տեսակ չես կարող լինել եղբորդ գերեզմանը անարգողին հարգել սիրելով։ Դու չես կարող արժանապատիվ քաղաքացի լինել, քանի դեռ եղբորդ գերեզմանը անարգվում եւ պղծվում է մեր սպարապետի գերեզմանը թուրքերի կողմից։ Եվ դու հիմա այդ թուրքերի հետ առաջարկում ես բարեկամություն անել։ Հայ տեսակը չի կարող քեզ ներել, տղա։ Դու մեղք ես լինելու քո ամբողջ ապրելակերպով։ Նիկոլը հավերժ չի լինելու։ Դու քո հայրենի դավալու գյուղ չես կարողանալու գնալ։ Ես զարմանում եմ, դու կարողանում ես քո ծնողների գերեզմանին գնալ։ Քո մոր գերեզմանին, հոր գերեզմանին դու կարողանում ես գնալ։ Դու Վազգեն Սարգսյանի միջոցով կարողացար հանրության աչքին որպես սուբյեկտ երևալ։ Քեզ վարչապետ նշանակեցին, որպեսզի բացահայտեիր հոկտեմբերի 27-ի դեպքերը։ Քո ընկերոջը Բորիս էր, ազգանունը չեմ հիշում հիմա, գլխավոր դատախազ նշանակեցին։ Եվ հիմա դուրս եք գալի, հոկտեմբերի 27 եք խոսում, Նայիրի Հունանյալ եք խոսում, փորձում եք ընդդիմադիրներին կապել։ Սամվելյանի առողջական խնդիրները ծանր են, եւ նրա հետ կապված յուրաքանչյուր դեպքի համար անձնական պատասխանատվություն ես կրելու։ Ես ուղիղ քեզ ասում եմ, Արամ Զավենի Սարգսյան, ինչքան էլ պաշտես Նիկոլին, հավատա, հանրությունը քո տեսակ արդեն ճանաչում է։
Ես եւս շնորհակալ եմ։